Ողջույն սիրելի հետևորդներ, եթերում դեղորայքային տեղեկատու հաղորդաշարն է։ Մեր այսօրվա տեսանյութը նվիրված է պրոստպան դեղամիջոցին։ Մի քանի հաղորդում շարունակ արդեն խոսելու եմ հազի դեղամիջոցների մասին։ Եթե նկատել եք, մենք սկսել էինք ցավազրկողներից, հակաբորբոքային ջերմիջեցնող դեղամիջոցներից, այժմ անցում ենք կատարում հազի դեղամիջոցներին, քանի որ դեռևս եղանակները ցուրտ են եւ շատ մարդիկ կան, որոնք հիվանդանում են սուր շնչառական վարակներով, որը նաև ուղեկցվում է չոր կամ խորխոտ հազով։ Ինչպես արդեն ասել եմ, սիրելի հետևորդներ, իմ տեսանյութերում հազը լինում է երկու տեսակի՝ չոր կամ թաց։ Հիմնականում չոր հազը արդեն ասել եմ, որ ուղեկցվում է առանց խորխի առկայության, իսկ թաց հազը լինում է խորխոտ։ Երկու դեպք է լինում խորխոտ հազի դեպքում, կամ խորխի մածուցիկությունը չափազանց թանձր է լինում եւ կպած է լինում բրոնխների պատերին, ինչի հետևանքով մարդը հազում է եւ չի կարողանում խորխը արտաբերել օրգանիզմից եւ լինում է դրա ճիշտ հակառակը։ Հազը դարձյալ խորխոտ է, սակայն խորխի մածուցիկությունը այնքան թույլ է, որ խորխը հեշտությամբ դուրս է գալիս օրգանիզմից հազալու ընթացքում։ Պրոստպան դեղամիջոցը դասվում է բրոնխներից սպազմահանող եւ խորխաբեր դեղամիջոցների շարքին, գրեթե համարվում է կոմբինացված դեղամիջոց։ Պրոստպանը հիմնականում նշանակվում է խորխոտ թաց հազի դեպքում։ Բուսական է, որովհետև պատրաստված է բաղեղի արմատներից։ Բաղեղը դա նույն ռուսերեն անվանումով պլյուշա դեղաբույսն է։ Պրոստպանը թողարկվում է կաթիլների եւ օշարակի ձևով։ Պրոստպանը նշանակվում է որպես խորխաբեր խորխալույց միջոց շնչառական սուր եւ խրոնիկ հիվանդությունների դեպքում, երբ դժվարացած է լինում խորխի դուրսբերումը օրգանիզմից։ Կողմնակի երևույթներ համարյա թե չունի եւ չի առաջացնում։ Ցուցումները գրեթե ցուցված է բոլորին բացառությամբ շաքարային դիաբետ ունեցողներին, որովհետև մի փոքր ունի քաղցրություն։ Շաքարային դիաբետով հիվանդների դեպքում ճիշտ կլինի, որպեսզի հազի դեղամիջոցները նշանակելիս այնպիսիները ընտրվեն, որոնք չպարունակեն առհասարակ շաքար։ Դե իսկ այդ հարցում ձեզ առաջին օգնության են հասնում բնականաբար դեղագետները։ Սիրելի հետևորդներ, պրոստպանը թողարկվում է կաթիլների եւ օշարակի ձևով։ Այժմ ես ձեզ ներկայացնեմ ընդունման կարգը կաթիլի ձևով։ 0-ից 1 տարեկան երեխաներին նշանակվում է 5 կաթիլից օրական 3 անգամ, 1-ից 3 տարեկան երեխաների նշանակվում է 10 կաթիլից օրական 5 անգամ, 4-ից սկսած մինչև 7 տարեկան երեխաներին նշանակվում է 15 կաթիլից օրական 5 անգամ, եւ ահա 7 տարեկանից բարձր մինչև 12 տարեկան ընկած տարիքում երեխաներին նշանակվում է 20 կաթիլից օրական մինչև 5 անգամ։ Սա կաթիլի ձևով ընդունման կարգն էր։ Հիմա ներկայացնեմ ձեզ օշարակի ձևով ընդունման կարգը։ 0-ից 1 տարեկան երեխաներին նշանակվում է 2.5 մլից օրական 2 անգամ, 1-ից 6 տարեկան երեխաներին նշանակվում է 2.5 մլից արդեն 3 անգամ, 6-ից մինչև 12 տարեկան երեխաներին նշանակվում է 5 մլից օրական 3 անգամ, 12-ից բարձրներին ներառյալ մեծահասակներին նշանակվում է 7.5 մլից օրական արդեն մինչև 4 անգամ։ Այսքանը պրոստպան դեղամիջոցի մասին, սիրելի հետևորդներ, հուսամ հետաքրքիր էր եւ ինֆորմացված էր։ Լավ մնացեք։ Մեր հետագա դեղորայքային տեղեկատու հաղորդաշարի շրջանակներում մենք արդեն հանդիպելու ենք եւ խոսելու ենք զարկերակային ճնշումնիջեցնող դեղերի, շաքարային դիաբետի հետ կապված մի քանի դեղամիջոցների, աթերոսկլերոզի բոլորիդ հայտնի խոլեստերինի մասին նվիրված տեսանյութեր են լինելու, այնուհետև անցում ենք կատարելու արդեն նյարդային համակարգի հետ կապված դեղամիջոցներին, բայց մասամբ, որովհետև ոչ բոլոր դեղաբանական խմբերն են, որ կարելի է եւ թույլատրվում է հեռարձակել եթերով։ Լավ մնացեք սիրելի հետևորդներ եւ մի հիվանդացեք։ Մենք դեռ էլի հանդիպելու ենք։ Չմոռանաք նաեւ դիտել կոսմետոլոգիայի մասին տեսանյութերը, որովհետեւ հաղորդաշարը նոր է եւ ակնկալվում է, որ հավաքենք շատ ու շատ դիտումներ։ Կիսվեք ձեր էջերով, կիսվեք ձեր սոցիալական հարթակներով եւ օգնեք մեր ալիքի առաջխաղացմանը եւ զարգացմանը։ Շնորհակալություն, կհանդիպենք։